Պարոն Սարգսյան, ներողություն, եւս մեկ հարց, հա, դուք չլսեցիք։ Այսօր հարցազրույց։ Հարցազրույց չէ, ես Սպարապետի մասին ուղղակի Գիտեք, ես Սպարապետի ծնունդն է, ես չեմ պատրաստվում քաղաքական հարցազրույց տալ։ Սպարապետը համախմբում էր ընդդիմությանը եւ իշխանությանը, այսօր այդ իշխանությունը Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախն ասում է Ադրբեջանը եւ վերջ։ Դուք այս իրողության հետ հաշտ եք։ Ես չեմ կիսում ձեր տեսակետը։ Դա իմ տեսակետը չէ, դա իշխանության տեսակետն է, ասում է Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Դուք սրա այս մտքի հետ հաշտ եք։ Դա ձեր տեսակետն է, դուք ստում եք։ Ես եմ Ես քաղաքական հարցազրույց չեմ պատրաստվում եղբորս ծննդյան օրը տալ։ Դուք լրագրությունը եւ լաչառությունը խառնում եք իրար։ Անհարմար է, երաբլուրում ենք։ Թողեք, ես եկել եմ եղբորս Շիրիմին ծնունդը շնորհավորելու, ծնունդը շնորհավորեցի գնամ։ Ես ձեզ չեմ խոստացել որևէ հարցազրույց տալ եւ ես չեմ ուզում որևէ մեկիդ հետ բանավիճել։ Ստեսություն ձեզ։ Մենք չենք բանավիճում, ուղղակի դուք աջակցում եք մի իշխանության, որը թաղել է ամբողջությամբ ձեր եղբոր ազատագրած Արցախը, որը իր կյանքն էր դրել դրա համար։ Եղբորս ազատագրած Արցախը թաղողների մասին ես ելույթ ունեմ։ Կարող եք նայել, համաձայնել կամ չհամաձայնել, թե ով եւ երբ էր թաղում։ Երբ որ 5000-ով քո նմանները քվե էին առնում, այդ ժամանակ։ Ես չեմ տվել երբեք ոչ մեկին։ Չես էլ տալու։ Իհարկե չեմ տալու։ Որտե վճարում եք։ Ես չեմ վճարվում տարբերություն։